Պարոն Ալեքսանյան, շարունակում եք լավատես լինել, կրտսեր Քոչարյանին կանչելով եւ ակնկալելով, որ գալու է պատասխան տալու։ Այսքան ժամանակ մեզ պետք է պարզ լիներ, որ իրենք միայն ասում են եւ փախչում։ Նույնիսկ փախչելը միայնակ չեն անում, նոր տեսանյութ տեսա, որ մի 5-6 տղամարդիկ շրջափակած ազգային ժողովի բակից դուրս էին հանում փոքրիկ Քոչարյանին։ Մարտի 1 եւ հոկտեմբերի 27 կազմակերպած Քոչարյան Ռոբերտը 2026 թվականին ընթരാճ փորձում է Լևոն Քոչարյանից ուժեղ տղամարդու կերպար ստանալ։ Սա կարծում եմ արձանագրել են իրենց համար բոլոր գիտակից քաղաքացիները։ Տպավորություն է, որ Լևոն Քոչարյանի ամեն ելույթը Հայաստան խմբակցության եւ իր ընտանիքի համար ինչ-որ առանձնահատուկ արարողակարգ է, եւ ինձ թվում է անգամ ելույթից առաջ, մի օր առաջ բեմադրում են Քոչարյանների ընտանիքում, թե խմբակցությունից ով ինչ դեմքով եւ դիրքով է մտնելու նիստերի դալիճ եւ տեղավորվելու իրենց աթոռներին, որովհետեւ ամեն անգամ, երբ փոքրիկ Քոչարյանը մոտենում է այս ամբիոնին եւ սադրանք է հրահրում, չի եղել գետ մի դեպք, երբ գոնե մի քանի վայրկյան այդ ամեն ինչից հետո մնա դալիճում, միայնակ, առանց իր գործընկերների եւ փորձի պատասխան տալ։ Ինչ տեղի ունեցավ այսօր, սա եւս մեկ անգամ խայտարակեց վերջնականապես իրենց խմբակցությանը եւ առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանին։ Ես մի բանի վրա եմ զարմանում։ Ռոբերտ Քոչարյանը լինելով երկար տարիների քաղաքական գործիչ, ինչպես չի հասկանում, որ կրտսեր Քոչարյանը արդեն իսկ պատժված է, լինելով հենց իր որդին, կրելով հենց Քոչարյան ազգանունը։ Ես զարմանում եմ, ինչպես կարող է ծնողը չխնայել իր սեփական որդուն։ Նորից եմ կրկնում։ Մարտի 1, հոկտեմբերի 27 կազմակերպած Ռոբերտ Քոչարյանի որդուն մենք միշտ հիշելու ենք այդ նույն ձևակերպմամբ։ Չի կարելի խոսել Լևոն Քոչարյանի մասին առանց հիշելու իր հորը եւ թե ինչ դեպքերի եւ իրադարձությունների հետ է կապվում վերջինիս հոր անունը։ Ինչպես էին պրիվետ Ռոբ ասելու համար ծեծելով սպանել Պողոս Պողոսյանին։ Ես չգիտեմ, քանի տարի էլ անցնի, դա մոռանալ հնարավոր չի եւ Լևոն Քոչարյանը ստիպված է ընդունելու, որ իրեն հիշելու են միշտ այդ դրվագներով, միշտ հիշելու են, որ ինքը մարտի 1 եւ հոկտեմբերի 27 կազմակերպած Ռոբերտ Քոչարյանի որդին է։ Ու սա այո, ես համաձայն եմ, որ դժվար է, սա խարան է, որը դաջված է Լևոն Քոչարյանի ճակատին, բայց ստիպված է դա կրել իր ամբողջ կյանքի ընթացքում։ Իմ գործընկերները ամեն ինչ ասեցին եւ ես ստորագրում եմ յուրաքանչյուր ասացի տակ եւ մի բան եմ ուզում նշել, որ տղամարդ միայն չեն ծնվում, այլ տղամարդավարի պահում են իրենց ցանկացած իրավիճակում, իսկ եթե չեք կարող համապատասխան վարքագիծ դրսևորել, ապա ավելի լավ է լռեք եւ ընդհանրապես չգաք ազգային ժողովի դալիճ, չնայած ձեր շատ գործընկերներ այդ նույնիսկ թեժ պահին ընդամենը մտան դալիճ գրանցվեցին, որպիսի հանկարծ աշխատավարձից հետ պահումներ չլինեն։ Ինչ եմ ուզում նշել, շաբաթական պարբերաբար մարզումների գնալը չի նշանակում լինել ուժեղ տղամարդ։ Երևի ձեր ընկալումը, ձեր եւ ձեր հոր ընկալումը ուժեղ տղամարդու մասով հենց դրա հետ է կապված, բայց չարաչար սխալվում եք։ Մի հատ դուրս եկեք փողոց եւ տեսեք, թե ինչ են խոսում ձեր մասին մարդիկ։ Հետո նոր եկեք այստեղից փորձեք հոխոր տալ։ Որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում չի կարող համարձակվել լեգիտիմ ընտրված վարչապետի, ազգային ժողովի նախագահի հասցեին որևէ զրպարտանք, վիավորական արտահայտություն հնչեցնել։ Իսկ հնչեցնելու դեպքում պիտի պատրաստ լինի համարժեք եւ շատ ցավոտ պատասխանի։ Այնպես որ մյուս անգամ այստեղ գալուց առաջ 10 վայրկյան ավել մտածեք։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։